Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, Արարատյան հպարտությամբ եւ Արարատյան համբերությամբ։ Բարև ձեզ։ Այսօր ես հյուր ունեմ հարգելի հեռուստադիտողներ, Լիանա Սերգեյանն է իմ հյուրը, հայ խոհարարական համայնքների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ։ Ողջույն Լիանա ջան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Շատ ուրախ եմ նորից տեսնելու քեզ մեր տաղավարում եւ շատ ավելի ուրախ եմ, որովհետեւ նոր ինչ-որ մի բան ես մտածել, այ ինչ ենք պատրաստելու, ինչ ես այսօր հրամցնելու մեր հեռուստադիտողներին։ Այսօր հավի բդիկները լցոնապատելու ենք։ Հավի բդիկները։ Այո, եւ բրոկլիով պյուրե։ Բրոկոլիով պյուրե, հավի բդիկներ համեմված եւ լցոնված եւ բրոկոլիով պյուրե։ Շատ լավ, սկսենք եւ ինչից սկսենք։ Բդիկներից։ Բդիկներից սկսենք։ Բդիկները լցոն, համեմենք։ Աղ, կարմիր բիբար, սև բիբար։ Տարբեր համեր։ Աղ եւ պղպեղներ։ Օգտագործելու ենք պաքսիմա տալու, հավանաբար լեզոնապատելու ենք, հա վերջում։ Անպայման։ Ինչ ենք անելու հիմա։ Հիմա բալդոնում ենք եւ ուղարկում ենք ջեռոց։ Առանձին Այո։ պատոխենք։ Այսպես։ Ջեռոցի տապակը վերցնենք։ Հաջորդը կողքի, առանձին։ Շատ լավ, ջեռոցում որքան աստիճան։ 170։ 170 աստիճան եւ մի քանի րոպե։ Այո։ Ուղարկենք ջեռոց, մնացած աշխատանքները մենք պատրաստենք, իրականացնենք միասին, բարեկամներ։ Հիմա պիտի պատրաստենք բրոկոլիով պյուրե։ Այո։ Ջուրը երացնում ենք, երացած ջրի մեջ լցնում ենք բրոկլին։ Իսկ ջուրը համեմում ենք աղով կամ որևէ բանով։ Անպայման։ Բրոկլին խաշենք։ Խաշում ենք։ Սպասում բրոկլին խաշվի։ Բրոկոլիից պյուրե սկի չեմ պատրաստել, չեմ էլ ճաշակել, այսօր առիթ կլինի կտեսնենք։ Իհարկե շատ Աղ ավելացնենք։ Ոչ։ Ավելացնում ենք քիչ աղ։ Պիտի լավ խաշվի, Այո։ հետո պիտի տրորենք, կավելացնենք մի քիչ կարագ պյուրեին։ Պյուրեին կարագ, տրորում ենք, ավելացնում ենք կարագ եւ վերջ բրոկլին պատրաստ։ Եվ վերջ, մեզանից որքան կպահանջվի մի քիչ պատրաստի բրոկոլին։ Կես ժամ։ Կես ժամ, հարգելի հեռուստադիտողները, մի կես ժամ պիտի խաշվի։ Ես այդ ընթացքում օգտվեմ առիթից եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ մեր առաջիկա միջոցառման մասին։ Հայ խոհարարական համայնքների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը, Արտալայի քաղաքապետարանը, Լոռու մարզպետարանը եւ էկոնոմիկայի նախարարության туриզմի վարչությունը միասին 7-րդ անգամ Արտալայում իրականացնելու են խորովածի փառատոն սեպտեմբերի 12 եւ 13 երկու օր է տևելու բարեկամներ շտապեք հայտերը ներկայացնել մասնակից թիմերի հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 1 խաշվեց բրոկոլին Ավելացնում ենք կարագը։ Կարագ ավելացնենք Եվ հարենք։ Եվ հարենք։ Ուղարկենք թող խոհանոցում հարիչով հարեն բերեն։ Լավ։ Այո։ Լավ։ Խաշված բրոկոլին կուղարկենք հիմա։ Ուղղակի հիշեցնեմ, որ թեթև աղաջրի մեջ բրոկոլին խաշեցինք, մոտավորապես 25 րոպե կարագ դրեցինք, հիմա կհարեն եւ պյուրեի տեսքով կբերեն։ Ջեռոցում բդիկները պատրաստվեցին։ Հիմա ինչ պիտի անենք։ Հիմա լեզոնապատում ենք։
Հար ենք ձում։ Հար ենք ձում, դեղնուսներ պիտի ես սպիտակուցնել։ Մեկը բավական է։ Երկուսը։ Շատ լինի։ Տապակի մեջ լցնում ենք ձեթը։ Միշտ ականա։ Մենք լեզոնապատենք։ Լեզոնը պատրաստենք։ Տապակելու ենք եւ պյուրեի հետ մատուցենք, հա, այսպես ստացվում։ Այդ մենք ջեռոցում փաթաթված վիճակում ջեռոցում թխեցինք։ Սա ինչ նպատակ է հետապնդում, որ համերը բոլորը մնան։ Ավելի համեղ լինի, համը փոխվի։ Շատ լավ։ Բդիկը ավելացնում ենք ձու, կսենք ձու, ալյուրի մեջ, հա։ Սա նույնպես ձվով Լեզոնապատում ենք, ալարապատում ենք, պաքսինապատում եւ տաք պահարանում տապակում։ Այս բարակապակցությունները ես հիշում եմ դեռ 30 եւ ավելի տարվա բարակապակցություններ, երբ որ ես դեռ ուսանում էի, եւ մեր խորհրդության դասախոսը հենց այդպես այն զարգացությամբ էր ալարապատում ենք, լեզոնապատում։ Երկրորդ անգամ լեզոնապատում ենք։ Այո։ Սուխարիկով։ Սա նույնպես։ Եվ երրորդ անգամ նույնպես։ Երրորդ անգամ նորից։ Եվ այդ վաճառվող կիսաֆաբրիկատ կոչվող այդ հավից կիսաֆաբրիկատները հենց այսպես մի քանի անգամ 3-4 անգամ լեզոն ալյուր պաքսիմատ, լեզոն ալյուր պաքսիմատ, իրականում միսը այսքան փոքր է, իսկ ինքը այդքան մեծ, չէ՞։ Մեր հերոսներին զգուշացնենք, ասենք թե ինչպես է պատրաստվում։ Սա վերջի անգամն էր, մեր լեզոնապատած։ Խղճով 3-4 անգամ։ Եվ տապակում ենք թավայի մեջ։ Տակ տապակի մեջ, գաղվող ձեթի մեջ, չէ՞։ Այո։ Լավ, տապակեցինք, շրջեցինք, բոլոր կողմերից կարճ մրեց, կամ ոսկեգույն դարձավ։ Իրականում ֆրիեանագով են տապակում, երևի, ամբողջությամբ ընկղմված, բայց մեր հերոսատորին կարող ենք խորհուրդ տալ, որ այդ ֆրիեանագը այնքան էլ օգտակար չէ, բարեկամներ, նախ ծախսատար է, չէ՞։ Ձեթը, այո, իհարկե։ Եվ մի անգամ տապակելուց հետո արդեն ձեթը պիտի ուղղակի ոչնչացնել։ Պատրաստենք, հա, ափսեն։ Նախապատրաստենք ափսեն։ Յուրեն արդեն պատրաստ է բրոկոլիից։ Չորս կողմից տապակենք։ Տապակեցինք բոլոր կողմերը։ Համարը մեզ մոտ պատրաստ է արդեն։ Լավ։ Բրոկլին լցնենք։ Խավարտը հիշեցնեմ ևս մեկ անգամ, բարեկամներ, բրոկոլին խաշեցինք եւ կարագով վերջում հարեցինք, հարիչով հարեցինք, կարագ ավելացնելուց հետո իհարկե։ Ավելացնում ենք, դիտներն ենք գնում։ Եվ ավելացնում ենք չերի։ Մեկ հատ էլ չերի լոլիկ։ Եվ պատրաստ է։ Սա էր մտածում։ Այո։ Հա, մտքիդ մեջ այնպես էր։ Այո։ Շատ լավ։ Շատ լավ։ Եղավ կերակրատեսակը պատրաստվեց արդեն։ Լիանա ջան, ինչ կցանկանաս մեր հերոսատիտողներին։ Համբերություն։ Մենք էլ դժվարությամբ համբերեցինք։ Բարեկամներ, այո, իրականում համբերությունը շատ դրական որակ է
Ձեր անունից պիտի շնորհակալություն հայտնեմ Լիանային, ցանկանամ, որ ինքն էլ համբերատար լինի ընդհանրապես եւ կյանքում հաջողակ։ Շնորհակալություն Լիանա։ Սլամ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար։ Կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ, լայն ժպիտով եւ անպայման սպիտակ, անապակ, հայկական, անսահմանափակ գինի։ Բարեկամներ, մաղթում եմ ձեզ, որ լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրեք ու հայրենիք եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Լեզոնապատված հավի բուդիկներ։ Հավի բուդիկներ 150 գրամ, բրոկոլի 200 գրամ, ձու 2 հատ, պաքսիմատ 100 գրամ, ալյուր 100 գրամ, ձեթ 50 գրամ, աղ, սև պղպեղ։ Բարեխորժակ։